Դատարանն այսօր 6,5 տարվա ազատազրկման դատապարտեց մոտ 1,5 տարի առաջ Վերնիսաժում կրակահերթ բացած Գոռ Առաքելյանին, չնայած դատախազը պահանջել էր 9 տարով ազատազրկել յուվեցի Կարո Մականունով հայտնի падգամավոր Կարո Կարապետյանի փեսային։ Ամբաստանյա Առաքելյանին նկատմամբ կիրառված խափան միջոցը կալանքը թողնել ամբողջ միջև դատարանի օրինական ուժի մեջ մտնել է։ Օրը ցերեկով Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 5 մարդ էր տուժել, այդ թվում Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, որոնք ըստ գործի նյութերի վիճաբանել էին Առաքելյանի հետ հայհոյել, ծեծել, երբ վերջինս փորձել էր մեքենան դուրս բերել ավտոկայանից։ Նրանք եւս հայտնվեցին Ամբաստանյալի աթոռին, նրանցից մեկը այսօր դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, իսկ Առաքելյանի կրակոցներից վիրավորված որովայնի շրջանում արդեն 2 վիրահատության ենթարկված Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ դատարանը կիրառեց ավելի խիստ պատիժ, քան ավելի վաղ պահանջել էր դատախազ Հարություն Սարգսյանը։ Երբ դատավորը ընթերցեց վերջինիս 2,5-ի փոխարեն 3 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը, հայրը վրդովված դուրս եկավ նիստերի դահլիճից։ Պատիժը պետք է գրի Արդեն դատարանի բակում Վալերի Հովհաննիսյանի հայրը Սամվել Հովհաննիսյանը դատարանին մեղադրեց կաշառված լինելու մեջ։ Կամ պատերազմներն ու կամ ուրիշը։ Ես խմբագային գործը քանդել եմ տալու, լրիվ դատվելու են կրակողները 3 հոգով, զենքերը ուրիշ զենքեր են եղել։ Լրիվ էսել եմ դատավորը չասկուտա դատախազի տալու, ես ինչ խաղեր եմ, մեշոկներով փողեր է բաժանվում։ Ես ինչ սապլեգություն է եղնում ստեղ։ Բաժանել են ով ուզում է եղնի ամբողջ պետությունը չասկուտես, սապլեգություն է տիրում ես երգիրը։ Բողոք հարգել մեղմ է եղել։ Մեղմը ո՞րն է, թող պարգևա դրեին, էլ ինչ վեր, դրանից մեղմը ո՞րն է։ Մոտ 1 տարի շարունակված քննության ընթացքում դատախազը մեղմացրեց падգամավորի մերձավորին առաջադրված մեղադրանքը։ Հանրային վայրում կրակ բացած Գոռ Առաքելյանին մեղսագրվեց ոչ թե սպանության փորձ, ինչի համար նախատեսված է 8-ից 15 տարվա ազատազրկում, այլ դիտավորության առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներ, ինչը մի դեպքում 3-ից 7, մյուս դեպքում առավելագույնը 1-ից 3 տարվա ազատազրկում է ենթադրում։ Իդեպ փաստաբաններից եւ ոչ մեկը չհամաձայնեց մեկնաբանել այսօրվա վճիռը։ Biz bog'u parkelu ek. Դեր չեք որոշել։ Իրավապաշտպան Ժանա Ալեքսանյանի պնդմամբ այս գործը վերստին վկայեց, որ Հայաստանում դատական համակարգը հոգեվարքի մեջ է եւ ծառայում է կոնկրետ մարդկանց։ Արժեքային համակարգը դա յուվեցի Կարոն է, որը իշխանությանը ծառայող, ընտրությունները կեղծող հավատարիմ անձանցից մեկն է, բնական է, որ նրա բարեկամին, որը կարող էր այդպիսի հանրային վայրում այդպիսի կրակոցներ արձակել, ահաբեկել մարդկանց, բայց նրան փաստորեն այդպիսի մեղադրանք սահմանեին։ Արյունալի միջադեպից նաև պատահական անցորդներ էին տուժել, ստանալով միջին ծանրության վնասվածքներ։ Չնայած դրան վերջին դատական նիստերին նրանք չէին ներկայանում, չէին բողոքում, տեսախցիկների առջև խոսել չէին ցանկանում։ Իրավապաշտպան Ժանա Ալեքսանյանի համոզմամբ սա վկայում է վախի մթնոլորտի մասին։ Փողոցում դու կարող ես դուրս գալ փողոց ու ենթարկվես մի հայտարարած իրավիճակի մեջ հայտնվես եւ կրակում են քեզ վրա չգիտես ինչի համար։ Միայն այն պատճառով յուվեցի Կարոյի փեսան կրակելու ազատություն ունի եւ որևէ մեկը պատասխան չի տալի փաստորեն դրա համար։